Արցախը մենք միջև չգիտակցենք, որ դա սիրտն էր, որը դուրս եկավ ու հիմա մարմինը առանց սիրտ։ Արցախը այդ ոնց բացատրեմ, ոնց որ հիմա մի երեխու տանեն, ասեն ոչինչ, այն մյուսը կա, չէ, այն մեկին սիր ինչ ես էլ ուզում։ Քան գորանք անդադար, որ այս մարդկանց անտեր սարքեցինք, անտուն սարքեցինք, անհայրենիք սարքեցինք, մենք փոխարենը ընկած, չգիտեմ, հիմարությունների հետ ենք։ Մեր տանը ձեդո բաբոների այնքան փոքրիկ հուշարձաններ կա, որ երևի թե ոչ մի արցախցու տանը չկա, որ երբ կողմանի արցախցի է, հա։ Իմ իմացած արցախցին հպարտ, շատ հպարտ, ազնիվ լինենք, էլի արցախցին շատ հպարտ են։ Շատ-շատերը դեռ չեն համակերպվել հենց մենակ կորստի գաղափարի հետ։ Ես ուղղակի մտնել եմ Արցախ դռներ ծեծեմ ու ասեմ այսօր ձեր տանն եմ մնում, մյուս օրը ձեր տանը ճաշում եմ, մյուս օրը միասին ժինգալով հաց ենք թխում։ Արցախ TV-ին մերժել չէիք կարող։ Ընդհանրապես ինչ-որ մի բանի մեջ եթե կա Արցախ բառը, ինձ մոտ չի ստացվում մերժել։ Ճիշտ է, բավականին երկար ասեցի այսօր վաղը, որովհետև իրականում ասեմ ինչի է տենց, որովհետև իրականում զբաղվածությունս հենց այդ բարեգործությունների հետ կապված շատ է, պլյուս 2 երեխա ունեմ, որոնց փորձում եմ գոնե այնքան ժամանակ հատկացնեմ, որ մի օր չասեն ինձ, բա մենք ու դրա համար մի քիչ երկար ստացվեց պայմանավորվելը, բայց կարևորը հանդիպեցինք։ Եվ այս հատվածն է ձեզ համար շատ հոգեհարազատ մի վայր է, ճիշտ է, տխուր հիշողություններ է նաև արթնացնում, բայց ոչ միայն տխուր իրականում, որովհետև մենք այդ օրերին ես որ հիշում եմ ինչքան ուրախ պահեր ենք ունեցել, եթե իրականում հաստատ կհասկանաք ինձ, եթե չլիներ այն ծիծաղը, այն լուսավոր երեխեք Արցախցի, որ գալիս էին ինչ-որ լուսավոր լավ էմոցիաներ էին տալիս մեզ, այդ որ չլիներ, մենք երևի, չգիտեմ, երրորդ օրը արդեն կփակվայինք, որովհետև էմոցիոնալ խեղդում էր անդադար այն միտքը, որ դու էլ չունես Արցախ։ Իրականում ես այդ օրերին գիտեք ինչ էի, դե ասեցի, որ չեմ լացելու։ Լուրջ նոր ստորի էի անում ու ասում էի հանկարծ ինձ չլացացնեն, հազիվ մի քիչ կսվեմ։ Իրականում այն միտքը, որ այդ օրերին Արցախից գալիս են մարդիկ այնքան կարևոր էր, ես մտածում էի հանկարծ իմ քույրերին ու եղբայրներին այնտեղ չմորթեն, ցեղասպանություն չանեն ու այդ միտքը այնքան կարևոր էր ձեր գալու, որ էլ չէինք մտածում, որ Արցախը կորել է, որ Արցախը հանձնել է, որ Արցախը չկա։ Ավելի ճիշտ կա ու հայկական չի։ Այդ ձեր փրկությունը իմ համար այդ բանը այնքան կարևոր է, որովհետև ես հիշում եմ այդ օրերին, որ ինչ-որ քաղաքական թեմաներից խոսում էին, ասում էին, որ ոչնչից մի խոսացեք, մինչև այդ մարդիկ չգան, այդ հումանիտար միջանցքը չբացվի, որովհետև իրականում մենք գործ ունենք այն հին նույն թուրքի հետ, էլի, ինքը չի փոխվում, ինքը այն պապիկ տատիկի վիզ կտրողն է, ինքը ցեղասպանություն անողն է, ու երբ որ դու դա չես գիտակցում, դու մտածում ես, որ այսօրվա ժամանակակից թուրքը ադրբեջանցի անվանումով կարող է, չգիտեմ, ավելի ներողամիտ գտնվի, կարող է, չգիտեմ, ասի դե լավ, միջանցք բացեմ, չէ, որովհետև ես այդ օրերին, որ հավաքում էի սնունդ ստեղ, այդ օրերին պատվիրում էինք 2 դագաղ, այն 2 երեխեքի համար, ում 20 թվականին մենք ենք էլի դիմավորել։ Ու մի կողմից այդ հարցը լուծել, թե այդ երեխեքը որտեղ պիտի թաղվեն, որտեղ իրանց մաման գիտակցության մեջ չէր ընդհանրապես, որ հասկանար ինչա, այնքան գիտակցության մեջ չէր, որ ինքն ինձ հարցնում էր, կարանք եռաբլուրում երեխեքին թաղեն։ Այդքան չէր հասկանում, էլի, որ ինչի մասին է եռաբլուրը, ովքեր են այնտեղ։ Ու այնքան խառն էր էմոցիաներ, որ այնտեղ լացում էր, մեկ էլ 2 րոպե հետո դրանից գալիս էր մի արցախցի երեխա ու ինչ-որ լավ երգեր քո համար երգում կամ Արցախի մասին ինչ-որ ձոներ ասում ու պոլիտեխնիկի բակը, Սայեթնովա 4 տիկնիկայինը իմ համար կյանքի այն էտապներն են եղել, որ էտապներին, որ ես հասկացել եմ իրականում կյանքը ինչ է, որովհետև իրականում կյանքը այդ ցավնա, կորուստնա, ծիծաղնա, ժպիտնա, ուրախություննա, երջանկություննա, այդ ամեն ինչը միախառնված ու եթե դու մենակ մտածում ես, որ դու կարաս ուղղակի այդ օրը ռեստորանում նստես կամ չգիտեմ, ուրախ բլոգ վարես ու ասես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ուրեմն դու այս կյանքից հələ բան չես հասկացել ու ցավում եմ քո համար, որովհետև բենց չի կյանքը։
կյանքը իրականում այդ ցավը զգալը, մարդկանց այդպես էլ երջանկություն զգալ կիսելն է։ Արցախցիների կողքին, արցախցիների համար։ Շատ կարճ ժամանակահատվածում դարձաք արցախայության սիրելին եւ ինչպես նշեցիք, դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ձեր շուրջը հավաքեցիք արցախցիներին եւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծեցիք։ Դրանով սկիզբ դրվեց ձեր բարեգործական Իրականում այո, հա, ես ընդհանրապես միայն դերասանուհի եմ եղել մասնագիտությամբ, ով չէր աշխատում արդեն մոտ 5 տարի, 4-5 տարի արդեն չէի զբաղվում դերասանությամբ, որտեղ Մոնթես էր ծնվել արդեն մամայի եւ շատ ահավոր միամիտ է դա ստացվել։ Իրականում իմ փոխարեն կարար յուրաքանչյուր մարդ լիներ, որ մինչև վերջ կգնար ու շատ դեպքեր եղան, ես վստահ եմ դուք հիշում եք այն դերասանուհիներին, բլոգերներին, ովքեր սկսեցին, բայց կեսից թողեցին ու մեղադրելու չի, որտեղ դա այլանդակ ծանր գործ է, ոչ թե ֆիզիկապես ծանրության մասն է խոսքը, դա էմոցիոնալ ծանր է, որտեղ դու անդադար տենում ես մարդկանց, ովքեր ինչ-որ բան են ուզում, բայց դու բոլորին չես կարողանում օգնել։ Մենք ճիշտ է, շատ մեծ քանակությամբ 2 անգամ էլ 20 թվականին էլ 23-ին էլ ես այդ եմ որ ասում ասենց քիթս բարձր ու գլուխս վերև կարամ ասեմ, որ շատ մեծ քանակությամբ մարդկանց են օգնել, շատ մեծ օգնություն են կարել, ամենամեծ շտաբերը երևի, մարդկային շտաբերի մասն է խոսքը, այսինքն մարդկանցով ու առանց գումար հավաքելու շտաբերի մասին է խոսքը, որտեվ ես չգիտեմ իրականում այդ օրերին պետությունը ինչ է արել, իսկապես չգիտեմ, 20 թվականին հիշում եմ ինչ էր անում, թաղապետարաններում բան էին, կարտոշկա ու ձեթ էին տալի, որ գնում էին ասում են մենակ էսա Էսեք տալիս, ասում են գնացեք Անահիսի մոտ, ինքը ավելի լավ բաներ կտա, դից ուղղորդում էին, մեր մոտ գալիս էին, ասում էին ու արցախցիներն դե միամիտ շատերը չգիտեին ով եմ դե ժամանակ էլ այդքան հանրային չէ, այդքան հայ։ Գալիս էին ասում են բարև դες թաղապետարանը ասելա որ գնանք ձեր մոտ, ես նա ասում եմ թաղապետարանը։ Հա, այդ վիճակն էր 20 թվականի 23-ին արդեն կարիք չկար մեր մոտ ուղղորդելու, որտեղ արդեն 20-ից բոլոր արցախցիները ինձ ճանաչում էին։ Եթե ինչ-որ մեկն էլ չէր ճանաչում, 23-ին ճանաչեց։ Հա, լիքը արցախցիներ եղան, որ միգուցե չստացան օգնություն, չհասավ իրանց, չհասցրեցին օգնել, բայց այդպես էլ է լինում, որովհետև իրականում ես մենակ էի պլյուս 105 կամավոր երեխեք հաշվի առնենք դա։ Ու մի հայ ազգ, ոչ պետական աջակցություն ունենք, հակառակը շատ լավ գիտեք, խանգարումներ, հնարավորինս վատաբանումներ, հնարավորինս ամեն ձև ոնց կարողանում էին մեզ փոխարենը մեր կողքին կանգնեին, մեր մեջքին կանգնեին, լրիվ հակառակ բաներն էին անում, դե ոնց ընդդիմաց անցելում թողեցիք բեմը դերասանի մասնագիտություն դա թողել, իրականում մինչև պատերազմն են թողել, իսկ պատերազմից հետո ես իմ կյանքը ես միշտ ասում եմ բաժանվել է 20-ից առաջ ու հետոյի, որովհետև ես չեմ կարողանում այս երկրում զբաղվեմ մենակ դերասանությամբ ու ասեմ օքեյ է, որովհետև իրականում երկիրս օրորի բաժին, մաս, սիրտը արդեն իսկ փոկեցին եւ տվեցին, իմ համար Արցախը սիրտներ, ու ես վստահ եմ մենակ իմ համար չի։ Նայեք, ես արցախցի եմ մամայիս կողմից, բայց շատ ուշ եք իմացել Արցախի մասին։ Արցախցի պիտի չլինես, որ հասկանաս, որ Արցախը քո սիրտն է, էլի, դա չպիտի լինես։ Վազգեն Սարգսյանը արցախցի չէր, որ ասում էր Արցախը մեր դարպասն է։ Մոնթեն արցախցի չէր, որ եկավ զոհվեց Արցախի համար։ Մարդիկ երբեմն մտածում են, որ ես, քանի որ մամայի կողմից արցախցի եմ, դրա համար որոշեցի արցախցի Աստված չանի վանաձորցիների հետ տեղի ունենալու, Աստված չանի, ես հիմա օգնություններ եմ անում սահմանամերձ բոլոր գյուղերում, օգնություն չեմ ուզում ասել, նվերներ եմ տանում սահմանամերձ գյուղերի երեխեքին ու հավատացեք, այդտեղ այդ 1200-1300 երեխայից կարող է 50 արցախցի լինի։ Իմ համար դա պրիորիտետնի ու առաջնային չի, որ արցախցիներին է մերակ պետք օգնել, հային, բայց Արցախը մենք միչև չգիտակցենք, որ դա սիրտն էր, որը դուրս եկավ ու հիմա մարմինը առանց սիրտ ուղակի սենց ինչ-որ ուղեղով շարժվող բան է, մենք երբևիցե չենք կարողանա գալ ու ընկնել այն ճիշտ հունի վրա, որի վրա որ պետք է ընկնենք։ Անահիտ ջան, նշեցի, որ Արցախի մասին շատ ուշ եք իմացել։ Մեղադրում եք ձեզ դրա համար, կամ ում եք մեղադրում։ Մամային, որովհետև մամաս արցախցի ու շատ փոշմանում եմ, որ ամեն ամառս չի անցել Արցախում, շատ ավելի, չգիտեմ, այնտեղ 9-10 տարեկանից նոր սկսել ենք գնել։ Իրականում մեղադրելու, փոշմանելու այդ թվերին այնքան ծանր է եղել կյանքը։ Հիմա կարող եմ ասել, ինչի չգիտեմ, 92-93 թվերին ինձ չեք տարել Արցախ, պատերազմից հետո ինչի չենք գնացել ամեն տարի Արցախ, բայց ցավոք սրտի պահանջներ չեմ կարողանում ներկայացնել, որտեղ այն ժամանակ ուրիշ է եղել։ Իսկ ես օրինակ իմ երեխեքին ցավոք սրտի լուսեին միայն սրտիս տակ կարողացա տանել, որովհետև այդ ժամանակ լուսեով հղի էի ու
հիշում եմ 20 թվականի պատերազմից հետո ամուսնուս ասեցի, ես այսքան փորով շատ ծանր հղիություն էի տանում, Մոնթեն էլ փոքր 3.5 տարեկան, ասի ուզում եմ գնանք Արցախ։ Ասեց կգնանք, ասեցի չէ, եթե մենք հիմա չգնանք, այ հիմա հիշում եմ այդ բառերը ու մեր տանը արցախցիներ կային նստած։ Ասեցին, ես ինչ ես ասում, ասի եթե մենք հիմա չգնանք, մենք էլ Արցախում չենք լինելու։ Ամուսինս ասեց, չես խոսում, պատերազմը կանգնելա կգնանք, դե հիմա Շուշին չենք տեսնի, ասի մենք էլ Արցախում։ Ես չգիտեմ այդ ինձ զգացողությունների մոտ, այդ ինչ հորետեսական, վատատեսակ, չգիտեմ ինչ էր։ Բայց ես տենց էի, որ եթե ես չգնայի Մոնթեին չտանեի Արցախ, ու ինքը չտեսներ Արցախը ու իրականում չկանգներ այդ հողի վրա, կարող է, չգիտեմ, շատ մեծ տարիքում եկել կարողանա Մոնթեն գնալ, դա էլ աղոթ ենք Աստծուն, որ այդպես կարողանա իսկապես լինել, որովհետև ես հավատում եմ դեռ, բայց ես այդ զգացողությունը ունեի, որովհետև ես երևի մի քիչ ավելի լավ եմ սովորել պատմություն դպրոցում, քան շատերը, ովքեր որ տենց էլ չիմացան թուրքը, որ չի փոխվում։ Ես զգում էի, որ այն թուրքը, որ արել է ցեղասպանություն, երբևիցե չի ասելու, օքեյ, ինձ 5+2 շրջան, մնացածը գնացեք ապրեք։ Բլոկադայի առաջին օրերից իմ համար պարզ էր համենայն դեպս, որ ձեզ այնտեղ չեն թողելու ուղղակի սովամահ են անելու, հետո փորձելու են բարի բուն իմաստով կոտորել ու իմ վախ հետ եմ ասում, ես առաջի օրերին մենք ստեղ չենք զգում, որ Արցախ չկա, հասկանում եք։ Այս ամենը ավարտվեց, երբ որ ես սառեցի արդեն, սառած գլխով նստեցի տանը ու հասկացա, որ իրականում էլ այդ մարմնի մեջ, որը մեծ Հայաստանն է, որի մեջ Արցախը սիրտներ չկա այդ սիրտ։ Իսկ հասցրեցիք լինել Արցախի տեսարժան վայրերում, Հա, չնայած մի մասը արդեն կորցրել էին։ Շատ է, չէ, դե միջև է եղել, միջև շատ է եղել, քանի որ բարեկամներից մեծ մասը Շուշիում էր ապրում, Շուշիում շատ են եղել։ Հասցրել եմ շատ տեղերում լինել, Փառք Տիրոջը, արդեն որ երեխեքից տարա այդ ջդրդուզ եւ այդ սիրուն տեսարանները ցավոք սրտի չհասցրեցինք վայելել, բայց գիտեք Արցախը սիրուն տեսարանը չի, Արցախը Էլի եմ ասում, իրան մի քիչ ուրիշ ձև պիտի ընկալես, էլի, ոչ թե ընկալես, որ ինքը նուրով հարուստ, բերքաշատ, լավ կառալյոկ էր աճում, տենց չպիտի նայենք այդ հողին, այդ ուղղակի հողակտոր որպես չպիտի նայենք, Արցախը այդ ոնց բացատրեմ, ոնց որ հիմա մի երեխու տանեն, ասեն ոչինչ, այն մյուսը կա, չէ, այն մեկին սիրի ինչ ես էլ ուզում, այ իմ համար այդ տենց է, ոնց որ ասեն, դե Հայաստանը կա, սիրի հայ, օքեյ, իմ Հայաստանն է, իմ հայրենիքն է, իմ ամեն ինչն է, իմ հողն ու ջուրն է, բայց այն մի երեխուս տարել եք, ես չեմ կարողանում ինձ լիարժեք զգամ, իմ համար այդպես է, ինչքան էլ որ փորձում ենք ցույց տալ, որ ես վստահ եմ դուք էլ, ես էլ, օպերատորներն էլ, հեռուստադիտողն բոլորս ապրում ենք, գնում ենք հաց ենք ուտում, քեֆ ենք անում, հարսանիք ենք անում, ծնունդ բոլորս ոչ մեկ չի մեռնում Արցախ, այն որ ասում մեռնողի հետևից ոչ մեկ չի գնում, հիմա մերն է, Արցախի հետևից ոչ մեկս չմեռանք, բայց այդ զգացողությունը, որ դու կիսատ ես, ինքը հարատև ու հավերժա, մինչև որ նորից լիարժեք չդառնա։ Չգիտեմ, պետքա աղոթել, պայքարել քո իրավունքների համար ու ես շատ ցավում եմ, որ այսօր փոխարենը մենք տեղի հայերս, ոչ թե Արցախից եկած ու Արցախի հայեր, այլ տեղի հայերս քանքորանք անդադար, որ այս մարդկանց անտեր սարքեցինք, անտուն սարքեցինք, անհայրենիք սարքեցինք, մենք փոխարենը ընկած, չգիտեմ, ինչ հիմարությունների հետևից ենք ընկել։ Ես ամենայն անկեղծ եմ, մեկ ինձ թվում է ես ու այդ մարդիկ, ովքեր որ ուրիշ բաների մասն են մտածում, մենք նույն ձև չենք ստեղծվել, որտեղ իրականում նայեք, այն օգնությունը, որ մենք արել ենք, դա ճգնաժամային մարքեթինգ է, ճգնաժամային իրավիճակի կառավարում է, փորձում ես ճգնաժամին հասցնել, որ մարդիկ այդ պահի դրությամբ չընկնեն դռնեդուր, որտեղ շատ արցախցիներ ունեին բարեկամներ, բայց շատերը նաև եկել էին ու չգիտեին անգամ սուպերմարկետի տեղը նույնիսկ ունենալով գումար։ Հա, նույնիսկ եթե օրինակ, չգիտեմ, գումար ունենային իրանց մոտ 20,000, շատ մարդ չգիտեր որտեղ է այդ տեղը։ Իրան ուղակի, չգիտեմ, այսպես տանից իր գիշերազգեստով իր երեխեքի այն որ վարտիկով ու ինչ որ, չգիտեմ, բոբիկ վեկալել են ու բերել են մի ուրիշ տեղ, որտեղ ինքը երբևիցե չի եղել։ Ու այդ օգնությունը դա էլի ճգնաժամային էր, դա չի կարա հարատև ու երկար լինի, բայց Արցախը մոռանալու ասել, դե վсё, օգնեցիք, խոսացիք, հերիքա, դա ուրացում է ու եթե դու այսօր ուրանում ես Արցախը, դու վաղ ուրանալու ես Հայաստանը, մյուս օրը Քրիստոսին ու քրիստոնեությունը, մյուս օրը քո կրոնը, մյուս օրը քո պատմությունը ու ամեն ինչ ես ուրանալու, որովհետև չի լինում մեծ ու փոքր։ Դու չես կարա այսօր ապրես առանց սիրտ, վաղ առանց ուղեղ չես կարա ապրես։ Դու չես կարա մաս անես քո ամբողջ օրգանիզմը, սա ամբողջական օրգանիզմ է։ Ու այսօր մեր առաջին հերթին եթե
հետ բերել չենք կարող, առաջին հերթին պիտի դրա մասին անդադար խոսենք։ Իմ տանը, չգիտեմ կհավատաք թե չէ, բայց ես ձեզ երդվում եմ, օր չկա առանց Արցախի թեմայի իմ երեխաները, բայց նես չի որ ծնվել են այնտեղ, նես չի որ շատ են եղել, Մոնթեն մի անգամ լուսենել էլ եմ ասում, սրտից տակ ա եղել, վերջ։ Բայց իրանք անդադար դրա մեջ են, իրանք Խաչենցի Եգքինինք Արցախ երգը, իրանք առավոտյան նախաճաշը, այն որ իրանք այդ երգի տակ են անում, որտեվ այդքան սիրում են։ Մեր տանը ձեդո բաբոների այնքան փոքրիկ հուշարձաններ կա, որ երևի թե ոչ մի արցախցու տանը չկա, որ կողմանի արցախցի է, հա, չկա։ Որտեվ ես ուզում եմ, որ իմ երեխաները դա հիշելով մեծանան ու դրա համար վաղը պայքարեն ու ոչ թե միայն պայքարեն որպես զինվոր, եթե պետք գա նաև այդպես, բայց ոչ թե միայն այդպես, նաև մտովի հասկանալով, որ մեզանից մի բան են վերցել, որը մեզ ա պատկանում, որը մերն ա եղել, ու չի կարելի անդադար կզածի այդ գլուխը կախի, վիզը ծուռի կարգավիճակով ասել, դե իրանք ուժեղ է, ինչ է, իրանք ուժեղ երբեք չեն եղել, իրանք ուժեղացել են մեր պատմությանը օգտագործելով, մեր մշակութային արժեքները սեփականաշնորհելով ու ինչի, որովհետև այդտեղ ենք մենք սխալ եղել։ Մերը վերցել են, ասել են մերնա, լռել ենք, որտեղ ասել ենք դե լավ է, ինչ գլուխ դնենք, ավելի լավ է, ստեղ թալանենք, ստեղ հարստանանք, ստեղ էս անենք, փոխարենը զբաղվենք նրան ու հիմա չենք զբաղվում իրականում։ Հիմա չենք զբաղվում։ Մոնթեին լուսեին դաստիարակում եմ այն իրական ճիշտ արժե համակարգով հայի գաղափարախոսությամբ։ Ես ուզում եմ, որ իրենք հասկանան, որ հայը վախկոտը չի եղել։ Ես ընդհանրապես մտածում եմ Մոնթեն, որ մեծանա, ոնց եմ ես պատմելու 20 թվականի պատերազմի մասին, ոնց եմ ասելու, որ կային զինվորականներ, ովքեր դավաճանել են, ոնց եմ պատմելու, որ կար գերագույն գլխավոր հրամանատար, որը գցել է, դավաճանել է, թողել է, հանձնել է, ոնց եմ ես դա պատմելու, ոնց եմ տեղավորվելու այդ ամեն ինչի մեջ։ Ու դրանից մեկ-մեկ ամաչում եմ, ասում եմ Երանի մինչև Մոնթեի 50 տարիք, մենք արդեն իսկ հետ բերած լինենք այդ ամեն ինչը, որ ես նրան ասեմ, այ դու ես հաղթանակած երկրի զավակն ես։ Այ դու որովհետև իրականում ես տենց եմ ապրել ու մեծացել։ Ես մեծացել եմ, ասում էին Մոնթե Մելքոնյան, ասում էին, ասում էին Վազգեն Սարգսյան, մենք այդպես ենք մեծացել, այդ հերոսների անունները փառաբաներով մեծ արելով եւ այսօր զրոյին հավասարացրեցին այդ ամեն ինչը ու մեր մեղավորությունը առաջին հերթին կա, որովհետեւ մենք իրականում մենք էլ չենք ուզում, մենք մեր երեխաներին այսօր եվրոպացի տրանսգենդերների մասին շատ ավելի ինֆորմացիա ունեն, քան իրականում մեր պատմական, մեր արժեքավորված արժեքային հերոսների չունեն այդ ինֆորմացիան ու դա մենք ենք մեղավոր, որովհետեւ շատերի երեխաները այսօր մեծանում են այդ անտեր սարքը ձեռքներին, իմ երեխաներն էլ են օգտվում, այնպես չի որ տենց միայն գիրք են կարդում կամ հեքիաթ են լսում, բայց ես ահա որ նրբանկատ եմ մոտենում այդ հարցին, թե ինչ են իրանք նայում ու Մոնթեն նոր դարձել է 7 տարեկան, երևի շատ ավելի ինֆորմացիա ունի Արցախի մասին, քան, չգիտեմ, 35-40 տարեկան երիտասարդի, որ հիմա երիտասարդ անվանեցի իմ տարիքի մարդկանց կանգնացնես ու հարցնես Արցախը իրականում ինչ ա եղել, ոնց ա եղել, ոնց ա մեր եղել ու ոնց ենք տվել ինֆորմացիա չունեն։ Դաստիարակում եմ արժեքավոր, ճիշտ արժեքներով հայի գաղափարախոսությամբ։ Անահիտ ջան, հազարավոր արցախցիների հետ եք ծանոթացել, շփվել ու շփվում։ Իսկապես առանձնանում ենք եւ ինչով։ Ինձ որ մեկ-մեկ հարցնում են, «Քոնե այդ արցախցիները շնորհակալ եղան քեզ»։ Ասում եմ նախ եւ առաջ երբեք չեմ արել այս գործը 20 թվականից սկսած, 20 թվականի կեսերից։ Սկզբում որովհետեւ անում էի ու սպասում էի շնորհակալության ու դա նորմալ ռեակցիա է սովորական մարդու համար, հա, հասարակ մարդու, որտեղ դու չեմ Աստված չես, որ ստեղծել ես այս ամեն բարօրությունը ու տվել ես, որ մարդիկ վայելեն, չէ։ Դու անում ես ու սպասում ես։ Կեսից հասկացա, որ անիմաստ ու հիմար գործա սպասելը շնորհակալություն, ոչ թե չէին անում շնորհակալություն, ուղղակի դա սխալ է, չպիտի անը, որտեղ իրականում դու քո համար ավելի շատ ես անում, քո հոգու հանգստության, քո երեխեքի ապագա այդ ճիշտ բումերանգի ու քո օրհնված լինելու համար։ Երբ որ եկա այդ գիտակցման, շատ ավելի հեշտ սկսեցի անել։ Ու այդքան շատ դրական էմոցիաներ եք տալիս մարդկանց, փոխարենը ինչ եք ստանում։ Ինձ էլ են տալիս, բայց այդտեղ ուզում եմ մի հատ շատ կարևոր շեշտադրում անեմ։ Ոչ թե արցախցիները յուրահատուկ են, այլ ես շատ ցավում եմ, որ երբեմն տեղի հայերը ճանաչել են ոչ ճիշտ արցախցիներին, որովհետև իմ իմացած արցախցին հպարտ, շատ հպարտ, ազնիվ լինենք, էլի արցախցիները շատ հպարտ են եղել միշտ։ Հպարտ, ամբողջ կյանքը սենց մեջքով թշնամուն, դեմքով իր հայրենիքին կանգնած, ամբողջ կյանքը պայքարի գինը
արյուն թափած, ես որևիցե ընտանիք չգիտեմ, որ չի ունեցել զոհ, չի ունեցել վիրավոր, չի ունեցել հաշմանդամ իր ընտանիքում, չկա տենց ընտանիք Արցախում, ես չգիտեմ տենց, եթե Արցախցի ընտանիք կա, ինձ ասեք դրա մաս, չկա տենց ընտանիք, կամ զոհ ունեն, կամ ու այդ մարդկանց ինչ որ սխալ մի քանի մարդիկ փորձեցին իջացնել ու իմ համար այդ այնքան ցավոտ էր։ Երբ որ ինձ ասում էին, չէ, կան սենց արի ինչ որ մի հատ ասում որ դուք իրական արցախցիներին չեք ճանաչում։ Ես տեսել եմ որտեղ վերջ-վերջո պապերս ամարասը վերակառուցողներից են եղել։ Տեսել եմ իմ բարեկամների մեջ իմ քերիս զոհվել է 90-ականների պատերազմում իր որդին 44 օրյայի։ Հիմա իրանց երեխան փոքր, որ հարցնում ես ինչ ես ուզում դառնաս, ասում է զինվոր որ վաղը պայքարեմ Արցախի համար։ Իրական արցախցին հպարտ իր երկու ամուր երկու ոտքերի վրա, բայց իր հողի վրա։ Ցավոք այ Արցախցու հպարտությունը այդտեղ է կոտրվում, երբ որ իր հողից ստանում ես, իրանց ոնց որ այդ ռազետկայի կներեք հայերեն չգիտեմ, այդ ռազետկայի ու շտեպցելի գաղափարը լինի, երբ որ միացում ես էներգիան կա, երբ որ անջատում ես չկա։ Այ այդ է քանը արցախցիների մեջից, իրական արցախցի, այդ էներգիան են հանել։ Դրա համար շատերը հիմա իրանց տեղը չեն գտնում, բայց իրականում ոչ թե ուրիշ են, որտեղ իմ համար իմ հայազգա, բոլորն են ուրիշ։ Իմ հայերը լավագույնն են, ես միշտ ասում եմ, չգիտեմ, դա շատ ինչ որ վատ է հնչում երևի ուրիշ ազգերի նկատմամբ, բայց այդպես է, իմ համար իմ հայազգ ուրիշ է։ Իսկ Արցախցին իրականում ուզում եմ իմանան տեղի հայերը, որ շատ հպարտ ու շատ ճիշտ տեսակ կա, ուղղակի ցավում եմ, որ երբեմն ճիշտ արցախցու չեք հանդիպել, որտեղ իրականում մեծ մասը այդ ցենց քիթցից ու լավ իմաստով չի, ոչ թե գոռոզության, հպարտության մասին, դուք հասկանում եք ամբողջ կյանքում ապրել, թշնամին մեջքիդ ու մեջքով կանգնել իրան ու դեմքով քո հայրը, այդ շատ մեծ ուժ պիտի ունենաս, որ կարողանաս դա անես։ Իսկ հիմա ավելի շատ ինչի կարիք ունեն արցախցիները։ Ի վերջո չի կարող շարունակվել, չէ՞, այս ամեն ինչը, այս բարեգործությունները։ Նայեք, սոցիալական օգնությունները իրականում կանգնել են, հա, սնունդի տեսքով, բայց ես անդադար միջոցառումներ եմ անում, որտեղ պարտադիր իմ վերջի արած միջոցառումը դա զոհվածարյոսների երեխաների միջոցառումն էր, որտեղ 2600 հոգի մասնակցեցին, որտեղ շատ մեծ մասը արցախցիներ էին։ Խոստացել եք ամեն տարի անել ամեն գնով։ Այո, ասել եմ, որ ինչքան հնարավորություն, չեմ անի այն ժամանակ, երբ որ այդ տերը չուզի իրականում, որտեվ այդ ինձնից չի կախված, էլի ես չի, որ այդ իմ գումարն եմ դնում, այդ հայերն են անում, ես ուղղակի կազմակերպում եմ ու հենց հայերը էլ չուզենան անեն, էլ չեն կանի։ Բայց ես ամեն անգամ, երբ որ ինչ-որ մի բան անում եմ այդ սոցիալական արշավ ու կոնկրետ արցախցիների հետ կապված, ես դեռ տենում եմ, որ դեռ շատ տկար են, շատ վատ է իրականում իրանց վիճակը։ Շատերը դեռ չեն համակերպվել հենց մենակ կորստի գաղափարի հետ ու այդ հոգեբանորեն իրանց այնքան ներքևա քաշել, այնքան ճահիճի մեջ համացրել, որ իրանք չեն կարողանում դուրս գալ, գտնել իրանց ու գնալ աշխատանք գտնել, որովհետեւ չեն ուզում աշխատել, իրանք չեն կարողանում տրամադրել։ Ես մարդիկ գիտեմ, որ ամբողջ կյանքում աշխատել են Արցախում, տարբեր աշխատանքներ են արել, լավ հասկացել են, նորմալ իրանց այսօր չեն կարողանում այդ ճահիճի պես բան է այդ դեպրեսիան, ինքը որ քաշում է քեզ, այդ Արցախի կորուստը շատերը չեն կարողանում մարսել, բոլորը չեն ուժեղ։ Օրինակ ես ինձ ուժեղ մարդ եմ համանում, որ առանց սրտի կարողանում եմ ապրել։ Ուժեղ մարդ ես, որ դու սիրտ չունես, բայց այսօր կարողանում ես ապրել, գոյատևել, հարսանիք գնալ, շատերը չեն կարողանում, բոլորը ուժեղ չեն։ Ու այդ մարդիկ այսօր իրանց երեխեքը կիսասոված վիճակում են, որովհետև չեն կարողանում ուժ գտնեն իրանց մեջ գնան։ Շատերը գնում են ինչ-որ միտեղ ինչ-որ հակավիճակի են հանդիպում, որտեղ ինչ-որ հակա արցախյան, ինչը ցավոք սրտի ցավով եմ ասում, ստիպված դուրս են գալիս։ Ստիպված դուրս են գալու, ասում են ավելի լավ է սոված նստեմ։ Ու այդ վիճակներով, այո, ցավոք ես չեմ կարող այսօր արձանագրեմ, որ շատ ավելի լավ վիճակում են արցախցիները, քան երբ որ եկել են ու մենք նոր իրանց օգնում ենք։ Չեմ կարող։ Սուտ կլինի, այո, շատերը աշխատանք, բայց պիտի համեմատենք այն աշխատանքները, որ եղել են Արցախում, աշխատավարձերը այստեղ համերակրկնակի անգամ քիչ են ստանում մարդիկ, նույն ուսուցիչները, նույն, չգիտեմ, ինչ-որ պետական աշխատողները, էլ չեմ ասում, որ պետական աշխատանքի 1000-ից մեկին են վերցնում։ Դա էլ են երեսով տալիս, որ մեր հարկերի հաշվիների կատկան մեծ գումարներ ստանա։ Հալալ է այդ մարդկանց, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, այնքան կուզեի այդ մարդկանց պես ապրեի ես կյանքը։ Օրինակ այսօր մեղադրեի, որ դուք եկել եք այստեղ իմ երկրում ինչ-որ տենց։ Այդ տենց կուզեի ապրեի ես կյանքը, լուրջ, որովհետև նենց հեշտ կլիներ իմ համար։ Ոչ կմտածեի, ոչ թե ամեն գիշեր պարկելուց վերմակ երեխուս վրա քաշելուց մտածում էի
Բայն երեխեքը վերմակ ունեն, ես ինչի էի այդ 2.5 ամիս այստեղ այդքան ինձ այն որ ասում պատը տալի, որտեվ ամեն անգամ գիշերը որ մտածում եմ որ երեխես ապահով է, ինչ որ մեկ երեխան գարդոնների վրա է պարկած ու այդ մտքից անհնար էր դե ապրի, այդ մտքի հետ ապրի, այդ անհնար է, կուզենայի այդպես ապրեի ու այդպես մտածեի, իսկապես որտեվ իրանց կյանքը շատ թեթև է, իրանք անուղեղ, անսիրտ, անօքի ու իրականում այդ հայի տեսակ չի։ Էդ էլ է պետք հասկանալ, էլի, էդ էլ ինչ որ խառնուրդ է, որ եկե հայտնվել այս հայրենիքում, այս հողում։ Մի անգամ ասել եք, որ իմ կյանքում միշտ տերն է որոշում, ով ենք մենք, որ որոշենք։ Քիչ առաջ էլ ասացիք, որ այնքան կանեմ, ինչև Տերը ուզի։ Այո, այդպես է կա։ Մեր տատիկներն ասում էին ճակատագիր, բայց մի քանի տող էլ դուք պետք է գրես։ Իրականում նայեք, ես լրիվ համաձայն եմ, նես չի որ ես տենց տիրոջը տալիս եմ ու նստում եմ ու սպասում եմ օրինակ Արցախից մարդիկ եկել են Տեր ջան, դե կօգնես, չէ, ես ասում եմ Տեր ջան, ուշ տուր ինձ, որ ես կարողանամ դա անելու, ես ամեն անգամ վստահելով իրան գիտեմ, որ ամեն իմ նախաձեռնությունը իր կողմից օրհնված է, որտեղ ես երբեք խարդախություն չեմ անում։ Այդ հիմա ոչ թե ասում եմ ինչ որ արդարացում բան, ինձ հետաքրքիր չի, ես կոպիտ ասած թքած ունեմ ինչ եմ մտածում, որտեվ ես նպատակը գիտեմ, ես գիտեմ տիրոջ առաջ իմ արածը, ես գիտեմ իմ երեխեքին ինչ է հետ գալու։ Այդ դուք նստեք խոսացեք, որ օրինակի համար չգիտեմ, պանիրները տունա տարել, շարելա, պանիրներից տուն եմ սարքել։ Ես դա գիտեմ ինչ եմ արել։ Տերը գիտի ինձ ինչ է տալու դրա փոխարեն։ Դուք կխոսաք, ես կօժտվեմ, դուք կխոսաք, ես կօժտվեմ, ու այդպես հրաշալի կապրենք։ Իսկ այդ խոսացողներն իրականում ախր մաղձով են հավաքում իրանց հոգիները, դրա համար ես դրա վրա ուշադրություն չեմ տա, բայց դարձրել եմ ամենայն անկեղծությամբ 20 թվականի սկզբին, այսինքն մտածում էիք, որ ձեզ ճիշտ չեն հասկանա, ձեզ արածը ճիշտ չեն գնահատի։ Չէ, գիտեք, օրինակ դուք անում էիր ու իմ մոտ դե երևի ես պատմությունը 100 անգամ պատմել եմ, գիտեք, որ իմ ամուսինը ամենաառաջի րոպեից իսկ ասել է, որ հանկարծ գումար չհավաքես, ոչ մի դեպքում աշխարհն էլ փուլ կա հարազատ մարդուց նույնիսկ 10 դրամ չվերցնես։ Ես չէի հասկանում իրականում իր ասածը, բայց հիմա ամեն աստծո զարթնում եմ ու իրան ասում եմ շնորհակալ եմ, որ դու այդ որոշումը կայացրեցիր ու ինձ արգելեցիր, որովհետև ես չհասկանալով միգուցե ասեի, վայ, գումարով հեշտ է, եկեք հավաքենք, ու հիմա հասկանում եմ, եթե մարդիկ խոսում են, որ ես, չգիտեմ, կատնաշոռը միջև հիմա սերնիկ եմ սարքում, մեկ գտնվում է այտենց զոմբի, որ գրում է, «Էդ են արցախցիների տարած բանն է, տվորակն է արցախցիներից»։ Ասում եմ, հաջա, այդտեղից տարած 2 տարի պահած փայփայած տվորակն է։ Էլի եմ ասում, իրականում նպատակը ու մենակ իմ գործի մեջ չէ, ձեր կյանքում դուք պիտի նպատակը դնեք ու ճանապարհին հասկանաք, որ խոչընդոտները լինելու են, հայրենիք ունենալու նպատակը այսօր պիտի հասկանանք ու հասկանանք, որ այո դժվար է լինելու, սատանա պիտի հաղթենք ու գլուխը կտրենք այդ 7 գլխանի դևի միջև հասնենք այդ հայրենիք, բա հեշտ չի, ձեզ թվում է հայրենիք ունենալ հեշտ բան է, գիտեք ինչքան ազգեր կան, որ այսօր ապրում են տարբեր տեղերում քոչվորի պես ու չունեն հայրենիք ու պետություն, լիքը, շատ Այսօր ուզում եք հայրենիք ունեք, հող ունենաք ու պրոստը նստենք նայենք իրար վրա, ասենք դե կունենանք, չէ, այդպես չի լինելու։ Մեզ կփնովեն, ինչ եմ ես միշտ մասնակցում այն պայքարներին, որտեղ որ համարում եմ արդարացի ու ճիշտ, որովհետև ես հասկանում եմ, որ իմ ձայնը պիտի բարձր լինի, ես պիտի բարձր գոռամ, քանի որ բարձր է, հունչեղ է ու լսվող է, ես պիտի բարձր գոռամ, որ ես վաղը չամանչեմ Մոնթեի աչքերի մեջ նայելուց։ Որտեղ վաղը Մոնթեն ինձ հարցնելու է, այն Արցախը որ հանձնում էին դու ուր էիր։ Ես գոնե այս պոլիտեխնիկի վիդեոները կդնեմ, կասեմ հեսա բալես։ Ես այստեղ եմ եղել այդ պահի դրությամբ, փորձել եմ իմ մասով էս անել։ Դուք մտածեք բոլորդ։ Դուք որտեղ եք եղել Արցախի հանձնման օրերին։ Դուք որտեղ եք եղել, երբ որ հայրենիքը մաս տալիս էին, ամեն մեկը մի վերմակ քաշած մտածել եք, որ վայ սենց։ Դրա համար պիտի ամեն մեկս վերջ-վերջը պատասխան տանք Աստծո առաջ, մեր երեխեքի առաջ։ Okay, հիմա կխոսեն, կփնովեն, կասեն մեզ, չգիտեմ, 3000 դրամ են տալի, որ մենք գնանք հանրահավաքի մասնակցենք ու Արցախի անունը տանք։ Կամ կասեն, ես այնտեղից օգուտ ունեմ, դրա համար եմ արցախցիներին օգնում։ Բայց ես հայրենիք ունենալու գինը, եթե պիտի լինի ինձ փնովելը, թող փնովեն։ Հավատում եք, որ մի օր արցախցին իր տուն է գնալու։ Բարդ քննարկվող։ Անգամ կհավատակ, այն օրը նստած մտածում էի, որ ես ինչքան հյուր պիտի գնամ, այն որ սենց, այդ ինչքան տուն պիտի ես գնամ այցելեմ, որովհետև բոլոր արցախցիները պարտավորվածություն ունեն ինձ պարտադիր իրանց տանը հյուրընկալելու, պարտադիր, այդ ասում եմ, որ հետո չասեք չեք ասե, ես ասում եմ պարտադիր, բոլորիդ տները հերթով ու քանի որ ես արդեն բոլորը ինձ դեմքով ճանաչում են, իսկ ես սրտով բոլորին ճանաչում եմ։ Ես ուղղակի մտնել եմ Արցախ, դռներ ծեծեմ ու ասեմ, այսօր ձեր տանն եմ մնում, մյուս օրը ձեր տանը ճաշում եմ, մյուս օրը միասին ժինգալով հաց ենք թխում, իսկ մյուս օրը գնում ենք ինչ-որ մի հրաշք տեսարժան բայդ դիտելու։ Հայկական Արցախը դա միայն ու միայն
ուժով կկարողանանք ձեռք բերել։ Ես վստահ եմ, որ մի օր արցախցիները կարողանալու են գնալ իրենց տներ, թե ինչ պայմաններով ու ինչ պայմանավորվածություններով, միջազգային ինչ կառույցների հավաստի, հա, այն որ ձեզ պաշտպաներով չգիտեմ ոնց, չեմ կարող ասել, ես քաղաքագետ չեմ, առավել քան Աստված չեմ, որ դա ասեմ, բայց այն որ հայկական Արցախը մենք ունենանք միայն ուժով ու միայն ուժը ֆիզիկական ուժի մասին չի, մտքի ուժի, հոգու ուժի, հավատքի ուժի, այդ բոլոր ուժերը պիտի միասին sense միաձուլվեն, որ կարողանանք հայկական Արցախ նորից ունենանք։